Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր արդեն հունիսի 1-ն է, երեխաների պաշտպանության օրը։ Իմ մաղթանքն է, որ երեխաները ամբողջ աշխարհում եւ հատկապես մեր երկրներում, Հայաստանում եւ Վրաստանում ապրեն խաղաղության մեջ, դա ամենակարևորն է, սիրելի հայրենակիցներ, եւ մենք բոլորս աշխատում ենք եւ ցկտում ենք եւ ապրում ենք նրա համար, որ մեր երեխաները ապրեն խաղաղության մեջ։ Այսօր շատ կարևոր հաղորդում ունենք, շատ հետաքրքիր է իրոք, քանի որ երեք հայտարարությամբ է հանդես եկել փաստացի, խոսել է էկոնոմիկայի նախարար Պապոյանը, Գևորգ Պապոյանը շատ հետաքրքիր հայտարարություններ է արել, որից որ պարզվում է, որ փաստացի եվրոպական ուղին արդեն բաց է հայկական բեռների համար, մանրամասն այդ հարցերին կանդրադառնանք, հետաքրքիր նոր հայտարարություններով է հանդես եկել Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով Միչայլոս Պուտինը շնորհավորել է Փաշինյանին, այդ հարցին էլ կանդրադառնանք, տեքստը շատ փոքր է, բայց կարևոր տեղեկություն է մեզ տալիս եւ նաեւ այդ տեքստից կարող ենք դատել, թե վաղվա օրը ինչպիսի հարաբերություններ կարող է լինեն Հայաստանի եւ Ռուսաստանի մեջ։ Պուտինը շատ լավ հասկանում է, որ Հայաստանում հաղթանակ ամենայն հավանականությամբ, շատ մեծ է դրա հավանականությունը, տանելու է քաղաքացիական պայմանագիրը, հիմա իրենք պայքարում են տոկոսների համար, բայց ամեն ինչ այդքան միանշանակ չէ, վտանգները ուրիշ առումով էլ շատ մեծ են, դրա մասին էլ կխոսենք, Հայաստանի մասով բավականին կարևոր հարցեր ունենք քննարկելու։ Պրոպագանդիստները Ռուսաստանում էլի ակտիվացել են երեք Կիսիլյովը, թթված Կիսիլյովը հայտարարություններ է արել համեմատելով Փաշինյանին Սաակաշվիլիի հետ։ Օվերչուկն է Պավել Զարուբինին, ռուսական պրոպագանդիստներից մեկին հարցազրույց տվել, խոսել է գազի գների մասին եւ ընդհանուր վտանգների մասին, իրենց կարծիքով Հայաստանի տնտեսության համար, ինչպես նաեւ էներգետիկ համակարգի համար, Զելենսկիի հայտարարությանը եւ Լուկաշենկոյի հայտարարությանը մենք երեք անդրադարձանք, բայց երևի դրա մասին էլ մի փոքր խոսենք, քանի որ երեք հեռախոսով շատ կարճ հաղորդում ունեցա, հիմա ավելի մանրամասն հնարավոր է խոսել եւ ավելի լավ հասկանալ ինչ է կատարվում։ Կարևոր թեմա է նաեւ Իրանը։ Իրանի շուրջ շատ է լարվում իրավիճակը, չափազանց լարվել է, արդեն մարտեր են փաստացի գրանցվում Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև, դերևս դրանք մեծածավալ, մեծամասշտաբ ռազմական գործողությունների չեն հանգեցրել, բայց բավականին պայթունավտանգ է, կրակոցներ կան, կրակոցներ ասելով հրթիռների անուսաչուտարժող սարքերի մասին է խոսքը, պայթյուններ կան, դրանց մասին կխոսենք։ Ուկրաինայից էլ պատկերացրեք կա խոսելու բան, քանի որ Ուկրաինայում իրավիճակը նույնիսկ կարելի ասել կտրուկ փոխվել է, Ուկրաինան արդեն վերահսկողություն է, օդային վերահսկողություն է սահմանում օկուպացված տարածքների վրա եւ Ռուսաստանի Դաշնությունը փաստացի չի կարող նավթով մատակարարել Ղրիմը, շատ ծանր բարդ իրավիճակ է այնտեղ եւ ոչ միայն Ղրիմի մասին է խոսքը, այլ մնացած Դոնեցկ, Լուգանսկ այդտեղ եւս ունեն բավականին լուրջ բարդություններ, քանի որ չեն կարող պայքարել ընդդեմ ուկրաինական դրոների։ Ահա այս հարցերը կքննարկենք այսօրվա մեր հաղորդման մեջ, միասին դրանից առաջ անպայման կոչ եմ անում, մինչև հաղորդումը սկսելը լայքել, բաժանորդագրվել սիրելի հայրենակիցներ, մի փոքր կրկին հոգնած եմ, քանի որ շատ ուշ գիշերը վերադարձա Թբիլիսիից եւ հիմա պատրաստում եմ ձեզ համար այս հաղորդումը։ Երեք արդեն ձեզ տեղեկացրի, որ գտնվում էի Թբիլիսիում, Վարդատոն էր, Վարդատոնը հիմնել է դերևս Հովհաննես Թումանյանը Սայաթնովայի պատվին 1914 թվականին եւ Թբիլիսի կենտրոնում, Մեյդանում ամեն տարի մայիսի վերջ մեծ շուկով նշվում է Վարդատոնը հայկական մեղեդիների ներքո, պարերի ներքո, Սայաթնովայի երգերի ներքո, շատ հետաքրքիր, շատ կարևոր միջոցառում ոչ միայն հայերի համար, այլ կարծում եմ վրացիների նույնպես, ինչպես նաև բոլոր թիֆլիսցիների համար նույնպես շատ կարևոր տոն է այդ տոնը։ Բայց խոսենք քաղաքականությունից, քանի որ քաղաքականությունը հիմա շատ ավելի կարևոր է մեր համար։
Ուրեմն, քիչ առաջ տեղեկացանք, որ բացահայտվել է Հայաստանի վարչապետի նկատմամբ սպանության նախապատրաստություն կատարած անձանցից մեկի ինքնությունը։ Տվյալ անձի նկատմամբ ՄՄ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Վերջինիս վերաբերյալ կայացել է ձերբակալման որոշում։ Ես կարծում եմ, որ Հայաստանի իրավապահները, հատուկ ծառայությունները բազմաթիվ տեղեկություններ ունեն շատ հարցերով, շատ մարդկանց մասի, իմ պատկերացումն եմ ասում, եւ հիմա ուղակի կամաց-կամաց սկսել են հանրությանը իրազեկել, թե ինչ է տեղի ունենում, ինչ է կատարվում։ Դրա համար կամաց-կամաց մենք իմանում ենք այդ ամենի մասին։ Պատահական չեն հայ ժամանակ ընտրված, քանի որ տեսնում ենք, թե ինչ հիբրիդային պատերազմ է վարում Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ։ Եվ լավ է, որ սկսել են կամաց-կամաց հանրությանը տեղեկացնել եւ այս բացահայտումը եւս կարծում եմ այդ շղթայի մաս է, բայց օրերս շատ է հավանականությունը, որ մենք տեսնենք նաեւ այլ բացահայտվող հետաքրքիր գործեր եւ ստանանք հետաքրքիր ուրիշ տեղեկություններ նույնպես տարբեր մարդկանց վերաբերյալ, ինչպես որ օրեր առաջ ստացանք տեղեկություն, թե ինչպես քաղաքական գործիչներից մեկը, ով որ կուսակցություններ հիմնել Հայաստանում, հաստատից զբաղվում էր շպիոնությամբ, Ռուսաստանի գործակալ էր։ Կան այսպիսի դեպքեր, ես կարծում եմ, որ շատ կբացահայտվեն, ուղղակի հետևենք եւ լցվենք համբերությամբ։ Հիմա ամենակարևորը ես կարծում եմ քննարկել Պապոյանի երեկվա խոսքը, Գևորգ Պապոյանի էկոնոմիկայի նախարարի, այն մասին, որ հայկական ապրանքները արդեն պատրաստ են, որպեսզի դրանք ուղարկեն Եվրոպա։ Ինչ է ասում Պապոյանը, փաստացի բավականին երկար Հայաստանի Հանրապետությունը աշխատել է այն ուղղությամբ, որ հայկական ապրանքները բարձր որակների համապատասխանեն, եւ Գևորգ Պապոյանի խոսքերով շատ ընկերությունների ապրանքները արդեն որակապես պատրաստ են, որպեսզի դրանց ապրանքները, այդ ընկերությունների ապրանքները Ռուսաստանի փոխարեն, եթե առաջանա նման կարևորություն, այսինքն պահանջ, Ռուսաստանի փոխարեն ուղարկվեն Եվրոպա։ Նրա խոսքերով մեկ կարևոր խնդիր է առաջանում, հարց է առաջանում լոգիստիկայի հարցը, քանի որ ներկայիս լոգիստիկ հնարավորություններով շատ ավելի թանկ է դառնում այդ ապրանքների տեղափոխումը դեպի Եվրոպա, եվրոպական երկրներ։ Այսինքն այդ ապրանքների Ռուսաստան տեղափոխումը շատ ավելի էժան է ներկայիս լոգիստիկ հնարավորություններով, քան դեպի Եվրոպա։ Բայց այդ ուղղությամբ Պապոյանի խոսքերով աշխատանքները տարվում են եւ պետությունը որոշում է կայացրել սուբսիդավորել այդ ուղեփոխադրումների հարցը պետական բյուջեից, արդեն հաշվարկները կատարված են եւ Հայաստանը փաստացի պատրաստ է օգնել Հայաստանի ապրանք արտահանողներին, ընկերություններին, որպեսզի իրենց ապրանքը արդեն ուղարկեն ոչ թե Ռուսաստան, այլ Եվրոպա։ Ես բառացիորեն չեմ ներկայացնում Պապոյանի խոսքերը, բայց ընդհանուր միտքը ավելի մատչելի ձևով փորձում եմ սիրելի հայրենակիցներ ներկայացնել, որպեսզի մենք միասին նաև կարողանանք վերլուծել, հասկանալ, թե ինչի մասին է խոսքը։ Եվ այս բոլոր համակարգի մաս է կազմում բնականաբար Կարս Ախալքալակ երկաթուղին, ինչի մասին ես խոսում էի օրեր առաջ, ինչի մասին հայտարարեց Փաշինյանը, հետո եւ մենք մեր վերլուծություններն էինք կառուցում դրա վրա։ Բայց ամենահետաքրքիրը կարծում եմ այն է, որ հիմա Եվրամիությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսել են ավելի մեծ ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա։ Ճնշումներ բառը օգտագործել այստեղ չգիտեմ որքանով ճիշտ է եւ պետք է, քանի որ Թուրքիան ինքն էլ է երևի թե արդեն ձգտում է, տեսնում եմ այդ ձգտումը Թուրքիայի կողմից, որ իրենք բացեն հայ-թուրքական սահմանը։ Բայց պետք է որ արագացվի այդ գործընթացը եւ այդ արագացնելու մեջ Թուրքիային կարող են օգնել, տարբեր ձևերով օգնել Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը։ Խնդիր կա, որ երկաթգիծը, հայկական երկաթգծերը վերահսկում է Ռուսաստանի Դաշնությունը եւ այն դեռ պատրաստ չէ։ Այսինքն քաղաքական որոշումը շատ մոտ է, որ կայացվի, հայ-թուրքական սահմանը բացվի, բայց մեզ պետք է նաեւ երկաթուղին, ճիշտ է, տրանսպորտային ճանապարհը բաց կլինի, սակայն երկաթուղին չափազանց կարեւոր է։ Կարս Ախալքալաքը ճիշտ է
շատ մեծ եւ կարեւոր հնարավորություն է, դա մասամբ լուծում է հարցը, բայց ինչի մասին որ խոսում է Գևորգ Պապոյանը, որ ապրանքների արտահանումը դեպի Եվրոպա թանկ կլինի եւ պետությունը պետք է սուբսիդավորի, հենց դրա մասին է խոսքը։ Կարևոր է նաեւ հասկանալ այն, որ Պապոյանը ասում է, թե դերևս վերջնական պարզ չէ Ռուսաստանի հետ ինչպիսի իրավիճակ կլինի հունիսի 7-ից հետո, բայց ինքը կարծում է, որ այս իրավիճակը կկարգավորվի։ Իրականում կատարվում է այն, որ Ռուսաստանի Դաշնությունը հասկացել է, որ հայերը կարող են իրենց ապրանքները արտահանել դեպի Եվրոպա եւ հիմա է իրենց համար ճիշտ պահը, որպեսզի իրենք ճնշեն հայկական ընկերությունների վրա եւ փորձեն ավելի շատ քվեր պոկել ավելի շատ մարդկանցից, քանի որ մարդիկ վախենալով ավելի շատ քվե կարող կգտնվեն անպայման նրանք, ովքեր որ վախից կարող է ավելի շատ քվե տան պրոռուսական տեխնացուներին։ Կես տարի անց, մի փոքր ավելի շատ կարծեմ, 1 տարի անց Ռուսաստանը կարող է արդեն այդպիսի հնարավորություն չունենա եւ Հայաստանում էլ խորհրդարանական ընտրություններ չեն լինի այդ ժամանակ։ Դրա համար ամենահարմար պահն էր հիմա սեղմել հայկական ընկերություններին, հայկական ապրանքների նկատմամբ էմբարգո հայտարարել, բայց այս տեղեկությունները, որոնք որ մենք հիմա ստանում ենք, շատ ավելի կարևոր են, քան ռուսական էմբարգոն։ Սա փաստացի արդեն հաստատումն է նրա, որ հայկական բեռները պատրաստ են եվրոպական շուկայի համար։ Եվրոպան ընդունելու է հայկական բեռները։ Ես չեմ կասկածում, որ դա այդպես էլ կա, ճիշտ է Եվրոպայից մենք այսօր եվրոպական երկրներից հաստատում չունենք, բայց գրեթե 100%-ով համոզված եմ, որ եվրոպական երկրները պատրաստ են ընդունել հայկական ապրանքները։ Հիմա շատ արագ պետք է լուծել լոգիստիկայի հարցը եւ այդ լոգիստիկայի հարցը ես հույսով եմ, որ ամիսների ընթացքում կորոշվի, որպեսզի հայկական բյուջեից չսուբսիդավորվի այդ ճանապարհածախսը։ Թե չէ այդպես էլ կարելի է անել, բայց դրանից մենք մեծ օգուտ չենք ստանա։ Սակայն կարևոր է նաեւ այդ ճանապարհով անցնել։ Եթե չանցնես այդ ճանապարհով, ընդհանրապես շատ ավելի վատ կլինի։ Իսկ ամիսներ անց, երբ արդեն բացվի հայ-թուրքական սահմանը, մենք վերցնենք ռուսների ձեռքից մեր երկաթգիծը, դա չափազանց կարևոր է եւ կարողանանք այդ հատվածները վերականգնել, ապա արդեն երկաթգծով շատ հարցեր կլուծվեն։ Տեղափոխման ապրանքների արժեքը միանգամից կտրուկ կնվազի։ Հույսով եմ շատ կարևոր եւ սպառիչ պատասխան տվի այս հարցին եւ շատ կարևոր հարցի անդրադարձա եւ սրանից ելնելով ռուսական այդ սպառնալիքները դառնում են փուչիկ։ Իմիջիայլոց, քանի որ այս թեմային անդրադարձա նաեւ գազի գների մասով TRIP-ը այնպիսի մի հրաշալի ծրագիր է, որտեղով որ կանցնեն նաեւ էներգետիկ համակարգերը, տարբեր երկրների էներգետիկ համակարգերը, նաեւ ինտերնետ է անցնելու, նավթ է անցնելու, գազ է անցնելու, էլեկտրականություն է անցնելու, շատ բաներ են անցնելու եւ բնականաբար Հայաստանը ապագայում գազի խնդիր չի ունենա։ Դրա համար Ռուսաստանը հիմա խոսում է գազի գնի թանկացման մասին։ Պարզից պարզ է, իսկ ռազմական իմաստով ընդհանրապես ես չեմ պատկերացնում, որ Ռուսաստանը կարողանա Հայաստանի նկատմամբ ինչ-որ գործողություն իրականացնել, կարողանա ցանկանա քաղաքականապես դա հնարավոր լինի Ռուսաստանի համար։ Ոչինչ չեմ բացառում, վտանգները շատ մեծ են։ Ընդհանուր առմամբ իմ համոզմամբ ավելի շուտ Ռուսաստանը իր հիմա հիբրիդային պատերազմի միջոցով խժդժություններ կփորձի առաջացնել Հայաստանում, ներսում տարբեր հարձակումներ կփորձեն իրականացնել, նաև իշխանության վրա վտանգները իրական են, բայց որ Ռուսաստանից ներխուժում կլինի Հայաստանի նկատմամբ կամ կակտիվացնեն ռազմաբազան, դա ավելի քիչ հավանական է, չեմ ասում, անհավանական է, անհնարին է, բայց տոկոսային առումով, եթե դա պատկերացնում ենք, շատ ավելի քիչ հավանական է, բայց մենք պետք է պատրաստ լինենք նաև դրան։ Եվ քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը արել է հետաքրքիր շատ կարևոր հայտարարություններ Ռուսաստանի մասով, որը նույնպես կրկին ու կրկին մեզ բոլորիս համար բացում է Հայաստանի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ։ Փաշինյանի խոսքերով Ռուսաստանի հետ մեր
Ռուսաստանի հետ մենք հաստատում ենք նոր հարաբերություններ։ Եվ ես համոզված եմ, Փաշինյանը ասում է, որ մենք այդ գործում կհաջողենք։ Այդ թվում նաև այն պատճառով, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բաց են, անկեղծ են, մենք ոչ մի մութ անկյուն չունենք պահել այդ հարաբերություններում։ Այսինքն ոչ մի մութ անկյուն Հայաստանը չի պահում Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Եվ այստեղ Կիսիլովի համեմատությունը երեք Փաշինյան եւ Սաակաշվիլի միջև անտեղի է։ Այդ թթված կիսելը համեմատում է Սաակաշվիլիին եւ Փաշինյանն, ասում է իրենց միմիկաներով, իրենց պսիխիկայով, ամեն ինչով արդեն նմանվում են իրար, նաեւ ռուսատիացությամբ երկիրը տանում է Հայաստանը դեպի արևմուտք, ընդհանրապես տեղին չէ այդ համեմատությունը։ Լրիվ այլ հոգեվիճակների մեջ էր Միխայել Սաակաշվիլին, լրիվ այլ հոգեվիճակի մեջ է Փաշինյանը։ Հոգեվիճակ ասելով Փաշինյանն էլ ունի բավականին լուրջ տրավմաներ, ես խոսել եմ դրա մասին 2020 թվականի պատերազմից հետո, եւ դա եւս շատ բնական է, շատ նորմալ է, քանի որ ինքը, ինչպես ասում է եւ ճիշտ է ասում, կենթանի որպես մարդ ունի էմոցիաներ եւ իր վրա չէր կարող չազդել այդ պատերազմը, բայց նա adekvat է, շատ ճիշտ է գնահատում իրավիճակը քաղաքականության մեջ, հատկապես արտաքին քաղաքականության մեջ, ես տեսնում եմ, որ Փաշինյանը չափազանց adekvat է, ինչը չէր կարելի ասել Միխայել Սաակաշվիլի մասին։ Միխայել Սաակաշվիլին adekvat չէր արտաքին քաղաքականության մեջ։ Իսկ եթե մարդը արտաքին քաղաքականության մեջ adekvat է, դա ամենաբարձր adekvatության ցուցանիշն է։ Մնացածը ինչպես է քայլում Երևանի փողոցներում, ինչ գլխարկով, ինչ ոճով, ինչ հայտարարություններ է անում, դա ուրիշ է, ինքը շփվում է իր սեփական հարազատ ժողովրդի հետ։ Իսկ արտաքին քաղաքականության մեջ մենք տեսնում ենք, որ մի ավելնորդ բառ Փաշինյանի կողմից չես տեսնի։ Նույնիսկ երբ իրեն կոպիտ ասած հայհոյում են դրսից Ռուսաստանի Դաշնությունից այդպիսի հայտարարություններ են հնչում, վիրավորում են ինքը միևնույն զուսպ եւ կոռեկտ, ճիշտ պետական գործչին վայել հայտարարություններ է անում։ Ես նման համբերություն շատ քչերի մոտ եմ տեսել, եթե անկեղծ լինեմ։ Փաշինյանը նաեւ ասել է այն, որ քանի դեռ Հայաստանը չի դիմել պաշտոնապես Եվրամիության անդամագրվելու համար կամ Եվրամիության անդամության տեխնացու չի դարձել, այդպիսի կարգավիճակ չի ստացել, դրան մոտ էլ չէ, այս պահի դրությամբ որևէ հանրակրվե անելու մասին խոսք չկա, անտրամաբանական է այս պահին որևէ հանրակրվե անցկացնել, քանի որ ըստ էության Փաշինյանի խոսքերով հիմնավորում չկա։ Եվ սա շատ պարզ, ճիշտ, հստակ մոտեցում է, շատ հստակ, պարզ բացատրում է, որ մենք դեռ անդամության տեխնացու չենք։ Եվրամիությունը այդպիսի տեխնացուի կարգավիճակ չի տվել մեզ, մենք չենք էլ դիմել, որ մեզ տան այն չափանիշները, որոնց որ մենք պետք է համապատասխանենք, ինչպես որ դա եղավ Վրաստանի դեպքում, որոնց կատարումից հետո ընդհանուր եվրոպական հանձնաժողովը տալիս է գնահատական, երկիրը համապատասխանում է տեխնացուի կարգավիճակին, թե չէ, օրինակի համար Վրաստանը տեխնացու է, Թուրքիան էլ նույնպես տեխնացու է, ճիշտ է, բազմաթիվ խնդիրներով, թե Վրաստանը եւ թե Թուրքիան ըստ եվրոպական չափորոշիչների հիմա հետընթաց են գրանցել, բայց այդ տեխնացուի կարգավիճակը ոչ ոք այլևս չի վերցնում քո ձեռքից Վրաստանը եւ Թուրքիան այսօր տեխնացուներ են, իսկ Հայաստանը դեռ ոչ։ Հայաստանին կտրվեն վաղը, հույսով եմ Հայաստանը կխնդրի եւ Հայաստանին կտրվեն այդ կարգավորումները, որոնց իրականացման դեպքում Հայաստանին կտրվի կամ չի տրվի տեխնացուի կարգավիճակ, որից հետո կսկսվեն արդեն բանակցությունները, դա էլ հաջորդ փուլն է։ Դրանից հետո սկսվում են արդեն բանակցությունները, դա էլ առանձին փուլ է։ Եվ Փաշինյանը ճիշտ է ասում, քանի այդ ամենը դեռ չկա, հավաստիումը նույնպես չկա, ինչ իմաստ ունի անցկացնել հանրակրվե, մենք մեզ ենք խաբելու։ Եվ այս հայտարարությունը Փաշինյանը ուղղված էր ինչպես Հայաստանի հասարակությանը, կարծում եմ ուղղված էր նաև Ռուսաստանի Դաշնությանը, չնայած Ռուսաստանում շատ լավ էլ հասկանում են, թե իրականում ինչ է կատարվում, կրկնեմ, իրենց համար ուղղակի ամենահարմար պահը սա է, ազդել Հայաստանում ընտրությունների վրա։ Բայց այսօր Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանի ծննդյան օրվա արդիվ, ամեն տարի մեծ շնորհավորանքեր, այս տարի մեծ համեմատության մեջ սրա
Եթե այս շնորհավորանքի հետ համեմատենք, ավելի մեծ էր նախկինում, եւ ինչ է ասում Պուտինը, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները ձեր ծննդյան կապակցությամբ։ Մեր երկրների ժողովուրդների միջև հարաբերությունները ավանդաբար բարեկամական են եղել։ Վերլուծենք այս նախադասությունը, ասում են, որ միշտ ավանդական մեր ժողովուրդների միջև բարեկամական են եղել։ Չի ասում կան, ասում է եղել են, չի ասում չկան, բայց ասում է եղել են։ Այսինքն ուզում է ասել, որ մենք ցանկանում ենք, որ դրանք լինեն բարեկամական, շարունակեն մնալ բարեկամական։ Տրամաբանությունը այդպես է։ Եթե վերլուծում ես այս նախադասությունը, այդպիսին է, եւ սա ցույց է տալիս, որ ըստ Պուտինի խնդիր կա։ Ինքը տեսնում է, որ խնդիր կա հարաբերությունների մեջ, ավանդական հարաբերությունների մեջ։ Եվ Պուտինը ասում է հաջորդ նախադասությունը, եւ մենք շահագրգռված ենք դրանց շարունակական առաջընթացով։ Այսինքն շահագրգռված են, որ այդ հարաբերությունները զարգանա Հայաստանի հետ, Հայաստանի ժողովրդի հետ։ Մաղթում ենք ձեզ առողջություն, բարգավաճում եւ հաջողություն։ Ուրիշ ոչինչ չկա այդ շնորհավորանքի մեջ։ Զուսպ, բայց այս շնորհավորանքը ցույց է տալիս այն, որ հունիսի 7-ից հետո Ռուսաստանը եւ Կրեմլը ամենայն հավանականությամբ շարունակելու են աշխատել ներկայիս Հայաստանի իշխանությունների հետ, եթե Հայաստանի իշխանությունները վերընտրվում են։ Ճիշտ է, կան տարբեր սցենարներ, տարբեր կարծիքներ, կան նաև կարծիքներ, որ կարող է Ռուսաստանը չճանաչել այս ընտրությունները, կարող է դա անել տարբեր մակարդակներով, իրենց ռոպագանդիստների միջոցով կարող են արվել նման հայտարարություններ, որպեսզի Ռուսաստանի հասարակության մոտ այդ կասկածը եւ կարծիքը առաջանա, որ Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները լեգիտիմ չէին, քանի որ Եվրոպան միջամտություն ցուցաբերեց։ Դա պետք է տարանջատել Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման հետ։ Երկրորդ փուլով կարող է իրենց падգամավորները հայտարարությամբ հանդես գան տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, այ երրորդի մասով, եթե Ռուսաստանի ԱԳՆ-ից են հնչում հայտարարություններ կամ Ռուսաստանի նախագահականից, օրինակի համար խոսում է Պեսկովը կամ Պուտինը, այդ դա լրիվ այլ հարց է, եթե իրենք չեն ճանաչում Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները, բայց դա ավելի քիչ հավանական սցենար է։ Այն առաջի եւ երկրորդը ավելի հավանական սցենարներ են, որ Ռուսաստանի ռոպագանդիստները սկսեն խոսել այն մասին, որ Հայաստանի ընտրությունները կեղծված էին եւ ընտրությունների վրա ազդեցին եվրոպացիները ամերիկացիների հետ միասին, էլի քաղաքական գործիչների հայտարարությունները նույնպես իրենց փորձագետների, վերլուծաբանների, այսինքն հասարակությանը իրենց պատրաստեն այն մտքին, որ Հայաստանում կեղծվել են խորհրդարանական ընտրությունները։ Ես դա ավելի հավանական եմ համարում։ Մի փոքր երկար է ստացվում մեր հաղորդումը, բայց կարծում եմ հետաքրքիր է եւ կարեւոր։ Ինչպես արդեն նշեցի, Օվերչուկը Պավել Զարուբինին հարցազրույց է տվել եւ ասում է, որ Հայաստանը հիմա կհանդիպի բավականին բարդ պայմանների գազային հատվածում, գազի հետ կապված եւ նրա խոսքերով, եթե մենք ուղղակի քարտեզին նայենք, կհասկանանք, որ Հայաստանը գազի մասով այլ ընտրանք չունի, որևիցե երկիր Հայաստանին գազ չի տալու, ըստ Օվերչուկի։ Օվերչուկը ասում է, որ 30%-ով այդ գազը կթանկանա եւ ուրիշները ուղղակի կվաստակեն այդ գազի վրա։ Հասկացնում է Հայաստանի քաղաքացիներին, որ եթե մարզայից մասին մենք խոսել ենք, ուզում են ազդել քվեարկությունների վրա, վախեցնելով Հայաստանի հասարակությանը, Հայաստանի տնտեսության փլուզմամբ, մեծ վտանգներով, մեծ խնդիրներով։ Եվ դրա համար, սիրելի հայրենակիցներ, ես երեք անդրադարձա, ով որ չլսեց Զելենսկիի հայտարարությանը Հայաստանի մասով, նա ասում է, որ հիմա ինչ տեղի ունենում Հայաստանի նկատմամբ, դա միայն Հայաստանի նկատմամբ չէ, բոլոր Ռուսաստանի հարևանների նկատմամբ պետք է աջակցենք Հայաստանին եւ Հայաստանի ժողովրդին, պետք է աջակցենք Վրաստանի ժողովրդին, պետք է աջակցենք Ադրբեջանին, պետք է աջակցենք Մոլդովային, Բալթյան երկրներին, բոլորին պետք է աջակցենք, քանի որ Ռուսաստանը ուզում է այդ երկրները վերցնել իր վերահսկողության տակ։ Հաստատի դա է ասում Զելենսկին եւ մենք տեսնում ենք այն ինչ տեղի ունում Ուկրաինայում եւ իր կոչը հստակ է եվրոպացիներին, որպեսզի օգնեն Հայաստանին եւ ոչ միայն Հայաստանին։ Իսկ Բելարուսի այդ դիկտատորը ինքնահռչակ նախագահը, ինչի ինքնահռչակ, որովհետեւ մենք գիտենք, ինքը պարտավեց իր ընտրությունները Բելարուսում
եւ ինչ ձևով Բեռնի ուժով պահեց իշխանությունը եւ դարավ վասալը Վլադիմիր Պուտինի, դարավ գուբերնատոր, նահանգապետ իր երկրում։ Չունի որևիցե լուրջ լիազորություն, իբր նախագահ է, բայց իրականում Պուտինի շնիկն է։ Եվ նա հիմա Պուտինի թութակի նման կրկնում է նույն սպառնալիքները, որ Հայաստանը կարող է արժանանա Ուկրաինայի ճակատագրին։ Հիմա սահուն անցնենք ռուս-ուկրաինական պատերազմին, որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ինչ է տեղի ունենում։ Սա էլ հաջորդ մեծ խրամատն է, մեծ պատերազմի։ Զելենսկին երեք հայտարարությամբ է հանդես եկել եւ ասում է, որ իրենք արդեն ռուսները չեն կարող մեկ ամսվա ընթացքում որևիցե տարածք գրավել, նորմալ տարածքներ Ռուսաստանը այլևս չի կարող գրանցել։ Իրենք փաստացի պատտվում են նույն տեղում, տոփում են նույն տեղում եւ առաջընթաց որևիցե նորմալ առաջընթաց Ռուսաստանը հողի վրա չի կարող գրանցել, չնայած որ Պուտինը լրիվ այլ բաներ է խոսում, Զելենսկին փաստում է, որ դա սուտ է եւ ասում է, որ իրենք որևիցե հաջողություն եւ առաջընթաց չունեն, ռուսական զորքերը որևիցե հաջողություն չունեն։ Եվ նա ասում է, որ դրա համար ես կարծում եմ, որ մինչև հաջորդ ծմրվա սկիզբը պետք է բանակցություններ վարել Ռուսաստանի հետ։ Այսինքն հիմա հարմար պահ է, քանի որ Ռուսաստանը չունի առաջընթաց, բանակցություններ վարել Ռուսաստանի հետ, որպեսզի այս պատերազմը ավարտվի։ Այսինքն այդ անելանելի իրավիճակից ելնելով կարող է Ռուսաստանին ձեռնտու դառնալ դադարեցնել պատերազմը, դա է ուզում հասկացնել Զելենսկին։ Եվ իրականությունը նաև այն է, որ մենք ստանում ենք տեղեկություններ, որ ուկրաինական դրոնները վերահսկողություն են հաստատում բոլոր գրավյալ տարածքների վրա փաստացի։ Եվ հատկապես շատ բարդ է իրավիճակը Ղրիմում, նավթը, բենզինը շատ բարդ է գտնել, քանի որ Ուկրաինան արդեն ցամաքային ճանապարհները վերահսկողության տակ է վերցրել իր դրոներով եւ հարվածներ է հասցնում, դրա համար բարելիքի եւ հատկապես բենզինի շատ լուրջ, շատ սուր խնդիր կա։ Եվ դրանից բացի ցամաքային ճանապարհը դեպի Ղրիմ անվտանգ չի այլևս։ Եվ ոչ միայն Ղրիմում, այլ նաեւ մոտ նույն իրավիճակն է Դոնբասում եւ հատկապես բարդ է իրավիճակը Լուգանսկում։ Դրանից բացի Ֆրանսիայից հետաքրքիր տեղեկություններ ունենք, որ ֆրանսիական ռազմածովային ուժերը ռուսական տանկեր են արգրավել Ատլանտյան օվկիանոսում, որը որ գտնվում էր պատժամիջոցների տակ։ Ռումինիայի մասով էլ հետաքրքիր տեղեկություններ կան, այդ անօթաչոթաչող սարքի հարվածից հետո Ռումինիայի իշխանությունները զգուշացրել են Ռուսաստանին, որ եթե դա կրկնվի, ապա կարող է վթարեն Ռուսաստանի դեսպանին Ռումինիայից։ Հիմա սիրելի հայրենակիցներ, մի քանի բառով անդրադառնանք նրան, թե ինչ է տեղի ունենում Իրանի շուրջ։ Թրամփը այդ իրավիճակային իր կաբինետից, գրասենյակից փաստացի այնպիսի որոշումով է դուրս եկել, կարծես Մովսեսը բարձրացել էր լեռան վրա եւ երկար աղոթում էր ասում, այսինքն շիտապավորություն էր իմ մոտ եւ հիմա դուրս գալուց այդտեղից ասում է, որ չէ, ես որոշում կայացրի, որ մեր պայմանավորվածությունները, որոնք որ ձեռք էին բերվել բանակցությունների ընթացքում Իրանի հետ, պետք է փոխվեն։ Ինքը չի համաձայնվել այդ պայմանավորվածություններին եւ մի քանի կետ է ավելացնում այնտեղ, որ Իրանը ոչ միայն չպետք է հարստացնի եւ չպետք է զբաղվի ուրանի հարստացմամբ եւ մշակի ատոմային զենք, այլ նաեւ Իրանը չպետք է ձեռք բերի ատոմային զենք որևիցե այլ երկրից։ Թրամփը գլխի ընկավ, որ Ռուսաստանը կամ Չինաստանը կարող է տան ապագայում Իրանին ատոմային զենք եւ դրա համար ուզում է համաձայնագրի մեջ մտցնել այդ կետը։ Բոլորը կարծում էին, որ արդեն պայմանավորվածությունները մոտ են, հաստատվում են, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները փոփոխություն մտցնում, հաստատի Թրամփն է փոփոխություն մտցնում այդ համաձայնագրի մեջ եւ ասում է, որ մենք հաղթանակ ենք տարել, մենք ոչնչացրել ենք իրենց հրթիռները, իրենց նավերը, իրենց ավիացիան։ Եվ շատ հստակ հասկացնում է, որ մենք կարող ենք շարունակենք պատերազմը, եթե Իրանը չհամաձայնվի։ Եվ ահա այս ֆոնին իրանական նավ փորձել է ճեղքել Իրանի բլոկադան
ամերիկացիները զգուշացրել են 40 զգուշացումից հետո արդեն կրակ են բացել այդ նավի ուղղությամբ, կանգնեցնելով այդ նավը կրակի միջոցով։ Նրանց բացի Ամերիկայի Միացյալ Նահանգները հարվածել են Իրանի ռադարային եւ անօդաչու թռչող սարքերի կառավարման կենտրոններին կղզիներից մեկի վրա։ Իսլամական հեղափոխության կորպուսի պահապաններն էլ հայտարարում են, որ իրենք պատասխան հրթիռային հարվածներ են հասցրել ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ, որտեղից որ այդ հարվածը Իրանի նկատմամբ իրականացվել է եւ միհր գործակալության տեղեկությամբ այդ հարվածը տեղի էր ունեցել Սիրտ կղզու նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Հաջորդ տեղեկության համաձայն, որը որ ավելի մանրամասն է, Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Կուվեյթում Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաբազայի ուղղությամբ, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հարվածել էին Գորկում եւ Կեշմ կղզիներին գտնվող իրանական այդ համակարգերին, դրոների արձակման կրկնեմ համակարգերին էր հարվածել Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինչպես նաեւ ռադարների կարևոր։ Այս նույն տեղեկության համաձայն Կուվեյթի հակաօդային պաշտպանությունը կարողացել է օդում որսալ այդ հրթիռները, բայց մենք նաեւ 3 տեղեկություն ունեինք, որ հրթիռը այնուամենայնիվ ընկել է, 2 անօդաչու թռչող սարք ամերիկյան շատ կարևոր վնասվել են, մեկը նույնիսկ շարքից հանվել է, նրանց բաց թեթև վիրավորումներ են ստացել ամերիկյան զինծառայողները։ Եվ վերջում ասեմ այն, որ Թասնիմ գործակալությունը տեղեկացնում է այն մասին, որ եթե իրենք Թրամփից ստանան այդ փոփոխված համաձայնագիրը, որ Թրամփը նոր կետեր է մտցրել այդ համաձայնագրի մեջ, անպայման Իրանն էլ իր նոր կետերը մտցնելու է այդ համաձայնագրի մեջ։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, ուղղակի ասեմ այն, որ դա ասում ենք մենք վաղուց, որ պատերազմը կարող է վերսկսվել այս ամենից ելնելով, եւ փաստացի մենք ունենք արդեն բոլոր հիմքերը, որ պատերազմը վերսկսվի ընդդեմ Իրանի, այսինքն շատ մեծ է հավանականությունը, որ պատերազմը վերսկսվի։ Հիմա երևի այդ փոփոխված տեքստը բանակցությունների փոփոխված տեքստը արդեն Թրամփի կողմից հասնի Իրանին, Իրանը տա իր պատասխանը եւ արդեն ռազմական գործողությունները կսկսվեն։ Չնայած բնականաբար շատ լավ կլինի, որ պատերազմ չլինի։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, հանդիպենք։